Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Թրամփի ուղուն նշել է ճանապարհային քարտեզը հետևյալն է, մինչև տարեվերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները, 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները, նշել է նա։ Ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զորահանդես կազմակերպելուն, ըստ որի եթե նոյեմբերին կամ դեկտեմբերին այն լիներ, շատ տպավորիչ կլիներ։ Կան կարծիքներ, որ զորահանդես պետք է անել եւ կարծիքներ, որ չպետք է ամենատարբեր նկատառումներով Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո նորից ակտիվացել են այդ թեմաներն, ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով այժմ կենտրոնացած են խաղաղության օրակարգի վրա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին, նշելով, որ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևի հետ շփվում են, կոնտակտներ կան գործընկերոջս հետ, պարբերաբար աշխատանքային շփումներ կան։ Ըստ փոխվարչապետի երկկողմ ստիմուլ կա շարունակելու սահմանազատման գործընթացը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում խոսել է պաշտպանական ծախսերի մասին, նշելով, որ 2003 թվականից դրանք աճել են, այն որ 2025-26 միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում այնտեղ հստակ բալանս կա, քանի որ համեմատելով կտեսնենք, որ հստակ աճ կա, շեշտել է նախարարը։ Բոլոր եվրոպական երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի եւ Սերբիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններն այս իրավիճակում, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարություն այն մասին, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախմանը 3-4 տարի հետո։ Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ Ինտեր Մայամի հարձակվող Լիոնել Մեսսիի Բարսելոնա վերադարձը ֆուտբոլիստի կարգավիճակով իրատեսական չէ։ Լապորտան հայտնել է նաև, որ ինքը տեղեկացված չի եղել Մեսսիի ակումբ բանակակալացի մասին, սակայն դրանից հետո էլ հաղորդագրություններով չեն փոխանակվել։